եւ Աշոտ Երկաթն հանկարծամահ էր եղել ամենայն հավանականությամբ մեծ հայտնի չի ինչ պայմաններում եւ չգիտենք թե ինչպես Աբասը եկավ եւ բազմեց հայոց գահին Բագրատունյան ստիրույթները առնվազն Աշոտ Երկաթի ժամանակ հսկայական տարածքներ էին զբաղեցնում դա Այրարատի մեծագույն մասն էր մեծ տարածքներ Սյունիքից մեծ տարածքներ Գուգարքից, Դուրուբերանից եւ նաեւ Գավառ Վասպուրականից պատճառը թե ինչու Գագիկը եկավ օգնության չգիտենք, բայց ոչ միայն օգնության եկավ, այլ արաբական բանակը ջախջախեց, շրջապատեց Դվինը եւ հրամայեց հրդեհել։ Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմության հյուրը նորից կրկին պարոն Արման Եղիազարյանն է, ով պատմական գիտությունների դոկտոր է, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր եւ Արման Եղիազարյանի հետ խոսել ենք իհարկե Բագրատունիների մասին այս անգամ 4-րդը այս շարքի Բագրատունիների շարքի զրույցներից Աբաս Բագրատունու մասին է մի թագավորի մի արքայի որին մենք գրեթե չգիտենք որի մասին տեղեկությունները ցրված են տարբեր տեղերում եւ դրա համար շատ դժվար է իրեն ուսումնասիրել բայց մեր այսօրվա զրուցակիցը դա արել է եւ ունի մենագրություն դրա մասին մենք խոսել ենք Աշոտ երկրորդ Բագրատունուց հետո գա բարձրացած իր եղբոր Աբասի մասին որը շատ ծանր այսպես պայմաններում իշխեց որը զրոյից նորից ստիպված էր վերականգնել իր պետությունը եւ վերջում այն դարձրեց տերություն մենք խոսել ենք նրա եւ Գագիկ Արծրունու Վասպուրականի թագավորի միջև փոխհարաբերությունների մասին մենք խոսել ենք հայկական հայ եկեղեցու եւ քաղաքեդոնական եկեղեցու միջև փոխհարաբերությունների եւ այսպես շփումների եւ բախումների մասին մենք խոսել ենք նոր մայրաքաղաք կամ նստավայր Կարսի վերելքի մասին մի խոսքով շատ հետաքրքիր հաղորդում է ստացել ինչպես եւ բոլոր հաղորդումները որի զրուցակիցն է Արման Եղիազարյանը այնպես որ դիտեք այս հաղորդումը հավանեք եւ սիրեք պատմությունը Արման ջան ողջույն այսօր մենք շարունակում ենք մեր Բագրատունիների շարքը ու արդեն ունենք Աշոտ առաջին մեծին մասին պատմություն ունենք Սմբատ առաջինի պատմություն ունենք նաև Աշոտ երկրորդ Երկաթի մասին պատմություն եւ տրամբանական այսինքն ոչ տրամբանական ժամանակագրական շարունակությունը մեզ բերում է Աբաս Բագրատունուն նվազ հայտնի առանձնապես չգիտեմ պատմության դասագրքերում չհիշատակվող մի թագավորի որը տարօրինակ է որտեղ մարդը 23 տարի թագավորել է այսինքն ինչ էլ լիներ 23 տարին մանավանդ այդ միջնադարյան այդ բուրը շրջանում շատ կարևոր շրջան էր եթե այսպես փորձենք բնորոշում տանք ինչպիսի թագավոր էր ինքը արդյոք աննշան արդյոք ուղղակի անցումային թե ավելի կարևոր արժանինքներ ուներ Աբաս Բագրատունու մասին խոսելիս իմ առաջին որ ասոցիացիան լինում է դա եվրոպական դասական ֆեոդալիզմի շրջանի միապետներն են որոնք խելացի են երբեմն նույնիսկ խորամանկ անհրաժեշտության դեպքում կարող են դիմել զենքի ուժի բայց մշտապես ունեն ռազմավարին բնորոշ մի հատկանիշ միտված են կոնկրետ նպատակի, որը սահմանել են ի սկզբանե եւ ուղիղ աննահանջ գնում են դեպի այդ նպատակը։ Աբասը այդպիսին է, շատ նման եվրոպական դասական միապետներին, իսկ մեր իրականության մեջ բավական հետաքրքիր կերպար իր հակասականությամբ ինքը գահը ժառանգեց Աշոտ Երկաթից հետո ինքը Սմբատի որդին է Սմբատ առաջինի Աշոտ Երկաթի կրտսեր եղբայրն է այսինքն Սմբատի որդիներից կրտսերը ու գոնե հայտնի կրտսերը դեռ Մուշեղը կար չէ այո բայց Մուշեղին արդեն սպանել էին Մուշեղին ձկնավաճառից հետո գերի էր ընկել Յուսուֆի Ռամանով տանջամահեին արել մնացել էին Աշոտը եւ Աբասը սրանք էլ Աշոտ Երկաթի գահակալության շրջանում վիճել էին ես այն հաղորդումներից մեկում նախորդ խոսել ենք դրա մասին դավադրություններ արել Աշոտ Երկաթի դեմ մոտավորապես 919 թվականին եւ այդ պահից սկսած երկու եղբայրների ճանապարհները բաժանվել էին բայց միջև այդ փառահեղ ճանապարհ էին անցել միասին կռվել էին ազատագրել էին իհարկե այստեղ մի բան կա եթե
վերադառնանք Աբասի պատանեկության շրջան կամ երիտասարդության։ Արի այդտեղից սկսենք, այդտեղ հետաքրքիր բաներ կան։ Աշոտ Երկաթը գիտենք, որ երբ որ հայրը ծանր դրության մեջ էր, գնացել էր Բյուզանդիա եւ այնտեղից օգնություն էր բերել, եւս մեկ անգամ Բյուզանդիա գնաց արդեն թագավոր եղած ժամանակ 915-ին, եւ ըստ պատմիչի Աբասը մինչ այդ գտնվում էր Վիրքում եւ Վիրքից վերադարձել էր, երբ որ Աշոտ Երկաթը վերադարձել էր Բյուզանդիայից։ Այսինքն Վիրքում Աբասը սպասել էր մինչեւ փոթորիկներն անցնեն եւ երկիր էր վերադարձել, երբ որ արդեն Բյուզանդիան արդեն ամուսնացավ հետ էր վերադարձել, թե այնտեղ ասում է փեսայացավ վրացիներին, այսինքն Գուրգեն իշխան կար մի վրացի, նու հավանաբար հայ վրացադավան, նրա աղջկա հետ էր ամուսնացել եւ վերադարձավ, երբ որ այդ ահեղ փոթորիկներն անցել էին եւ երկիրը ազատագրված էր, բայց շարունակ եղբոր հետ էր եւ քանի որ Աշոտ Երկաթը ժառանգ չուներ, գահաժառանգի ինստիտուտը բաց էր, Աբասին դրել էր գահաժառանգի պաշտոնին, այսինքն իշխանած իշխան հայոց, որի մասին խոսել ենք։ Այդպես երկու եղբայր բավական երկար համագործակցել էին։ 919-ին Աշոտ Երկաթը ամուսնացել էր Սահակ-Սևադայի դստեր հետ եւ հենց այս պահին Աբասը Աշոտ Երկաթի դեմ մահափորձ էր կազմակերպել։ Աշոտ Երկաթը մահափորձից խուսափել էր եւ իր հետ վերցած Աբասի որդուն, հավանաբար Աշոտ ապակա թագավոր Աշոտ Ողորմածին նահանջել էր եւ այսպես երկու եղբայրների ճանապարհները իրարից բաժանվել։ Իսկ այդ վեճը հենց այդ բանի երևի ժառանգության մասին էր։ Այստեղ բանավեճ կա։ Քանի որ ամուսնացել էր, կարող է ժառանգումներ եւ ամենայն հավանականությամբ սա էր, ճիշտ է, փորձում են բացատրել նաեւ նրանով, օրինակ Ադոնցը, թե Աբասը ասում է դուրը չեր եկել են, որ իրենց հորը սպանողից Աշոտ Երկաթը թագ էր վերցրել, բայց կարծում եմ, որ սա առանձնապես այսպես հիմնավոր պատճառ չէ, այստեղ կարող էր ավելի եւ կար ավելի շահադիտական պատճառ եւ դա հենց գահաժառանգի պաշտոնը կորցնելու վախն էր, այդպես դավադրությունն արել էր, նո սա ենթադրություն է, կարող են լինել նաեւ այլ ենթադրություններ, ինձ առավել հավանական դա է թվում։ Դրանից հետո երբ որ Աշոտ Երկաթը պայքարում էր, մենք ունենք նաեւ երկրորդ դեպքը, երբ որ Աշոտ Երկաթը գնում է անհնազանդներին պատժելու, Աբասը հանդես է գալիս նրա դեմ։ Բայց քանի որ երկու եղբայրները իրար հետ գրեթե 10 տարի չէին շփվել, ինչու գրեթե 10 տարի եւ մի քիչ էլ ավել 19-ից մինչեւ 29 թվականները չէին շփվել եւ Աշոտ Երկաթն էլ հանկարծամահ էր եղել ամենայն հավանականությամբ մեզ հայտնի չի ինչ պայմաններում եւ չգիտենք թե ինչպես Աբասը եկավ եւ բազմեց հայոց գահին, սա բավական հետաքրքիր բան է, որովհետեւ Աբասի գահին բազմելու բարդությունը եւ դրա անցած ճանապարհը հասկանանք, պետք է հասկանանք մի շատ կարեւոր բան։ Աշոտ Երկաթը առաջին թագավորն էր, որ դարձել էր շահնշահ կամ արքայից արքա, այդպեսին ճանաչվել էր թե խալիֆայության կողմից եւ թե Բյուզանդիայի կողմից։ Եվ երբ որ վերջում սկսեց Հայաստանը ազատագրել, Ատրպատականի Ամիրա Յուսուֆը վերցեց եւ այդ շահնշահ տիտղոսը տվեց Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունուն։ Գագիկ Արծրունին ես ձեզ ասեմ 5 թագ է ստացել արաբներից, անհրաժեշտության դեպքում միշտ Գագիկին օգտագործում էին եւ ահա ամենավերջում ստացավ շահնշահի տիտղոսը։ Հիմա երբ որ Աշոտ Երկաթը չկա, մեր ճանաչած բոլոր սկզբնաղբյուրները, որոնք խոսում են Հայաստանի մասին, դա Բյուզանդիայից Կոստանդին Ծիրանացին կայսր պատմիչն է, դա Իբն Միսկաֆայն է, Իբն Զաֆիրն է եւ այլն, արաբական աղբյուրներից, նրանք երբ որ հիշում են, ուրեմն Գագիկին հիշում են որպես թագավոր հայոց եւ վրաց, եւ կամ ինչպես Բյուզանդիաներ սիրում առանց թագավոր լինելը հիշատակելու, կոչում են իշխանած իշխան, եւ դա ցույց է տալիս, որ գերակայի դիրքը Գագիկինն է եւ այդպեսին Գագիկը ճանաչված է։ Հիմա այս պայմաններում Աբասը եկել եւ դարձել է թագավոր։ Ըստ որում այն աշճանի ուրեմն իր հեղինակությունը ցածր է, որ իրեն Բյուզանդիայում կոչում են Աբասիկ մագիստրոս։ Այսինքն մագիստրոսը բյուզանդացիները անդրկովկասյան տիրակալներին տալիս էին այսպես հայտնի տիտղոսը, որ տալիս էին կուրոպաղատներ, մագիստրոսը ավելի ցածր էր, սրանք վերցել եւ Աբասին մագիստրոս էին կոչում, ակնհայտորեն Աբասի դիրքը բավական ցածր էր։ Եվ սա ապացուցում է, որ սխալ են ուսումնասիրողները, որ համարում են, թե Աբասը եղել է Աշոտ Երկաթի իրավահաջորդը, ոչ այդպիսի բան չի եղել, դատելով վարկածից, թե Աշոտ Երկաթը հանկարծամահ է եղել, Աբասը Վիրքում այդ լուրը ստացել է, եկել է ստացել Բագրատունյաց աթոռը որպես հաջորդ գահակալ, բայց Աշոտ Երկաթից չի ժառանգել նրա
պաշտոնական տիտղոսը եւ կարգավիճակը շահանշահ հայոց եւ վրացը։ Եվ սա ստիպել է Աբասին լինել շատ ավելի խելացի եւ ճարպիկ, քան կլիներ, եթե ամեն ինչը հեշտությամբ ժառանգեր։ Գիտենք, որ պատմության ընթացքում դժվարությունները գործիչներին դարձնում են շատ ավելի խելացի եւ Աբասը այդպեսին եղավ։ Այսօր լեզու ասեմ կոմֆորտ զոնայի մեջ չէր ինքը, էլի։ Բոլորովին։ Նա խնդիր ուներ իր իրավունքները հաստատելու, նա խնդիր ուներ վերականգնելու իր տոհմի գերակայությունը, ինչը արդեն արծունիների ձեռքին էր, եւ խնդիր ուներ կաթողիկոսական գահը վերադարձնելու այրարատ։ Բանը թագադրում, մենք գիտենք, որ թագադրման տեսը ինչքան կարեւոր է, ով է թագադրում, եւ ես չգիտեմ, ինչքան որ եմ կաշտացել, Գագիկն է, հա, թագադրում իրան։ Կա է վարկածը, թե։ Չէ, այս վարկածը զավեշտալի է իմ կարծիքով, սա անցյալ անգամ կարծես մի փոքր ասել, հիմա բացատրեմ սրա էությունը։ Ուրեմն մենք որպես կանոն կաթողիկոսը այն անձն է, ով որ թագավորին թագադրում է, անում է օծման արարողություն, բայց Աշոտ երկաթի ժամանակ Դրաստանակերտի կաթողիկոսը չարեց այդ արարողությունը վիրքում արեց վրաց թագավոր Ատերներսեհը։ Աբասի դեպքում, քանի որ կա հասկանալու խնդիր, թե ով է թագավոր նրան թագադրել, սկսել են մտորել տրամաբանական, այսպես սիլոգիստական շղթայով, տրամաբանությունը հետևյալն է։ Հայոց կաթողիկոսը գտնվում էր Վասպուրական ախտամարում, չէ՞։ Այո։ Նախապես զորովանքներ, հետո հավանաբար ախտամարը։ Հայոց կաթողիկոսը Վասպուրականում է։ Վասպուրականի տերը Գագիկն է։ Հիմա եթե պետք է ինչ-որ մեկին հայոց կաթողիկոսը ձեռնադրի, թագադրի որպես թագավոր, ապա սրա համար պետք է լինի Գագիկի համաձայնությունը։ Ստացվում է, որ Գագիկը պետք է լինի, բայց Գագիկը Աբասի հակառակորդն էր Հայաստանի տիրակալի աշճանի համար։ Գագիկին բոլորովին հետաքրքիր եւ ձեռնտու չէր Աբասին թագադրելը։ Դրա համար այս ամբողջ շղթան շատ տատանվում է։ Գագիկը մեծ պայքար էր տարել։ Նա նույնիսկ համոզել էր կաթողիկոսին, օգտվելով Աշոտ երկաթի դժվար ժամանակներից, կաթողիկոսին տարել Վասպուրական։ Նա Հայաստանի հոգևոր եւ քաղաքական սիրտը կենտրոնացել էր Վասպուրականում, որովհետեւ ինքն էլ որպես գերակա այդ դիրքերում հանդես կա, նա նամակներով Բյուզանդիային էր դիմում, օգնության կանչում 931-ին այդ մասին հիմա կասեմ։ Եվ այդքանից հետո բերել եւ Աբասին դարձնել հայոց թագավոր բոլորովին նրա շահերից չէր, տրամաբանական չի։ Բոլորովին նրա շահերից չէր բխում, եւ դրա համար այս շղթան, որը ստեղծել է Միքայել Չամչանցը, իմ կարծիքով պատմական տրամաբանությամբ անիմաստ եւ անհիմն է եւ անտեղի, այսինքն նույնիսկ գոյության իրավունք էլ չունի, քանի որ նախ որևէ փաստ չկա դա հաստատող, իսկ փաստարկների առումով էլ որևէ տրամաբանական փաստարկ չեն կարող գտնել, որ դա հիմնավորենք։ Ստացվում է, որ Աբասը պետք է Աշոտ երկաթի օրինակով թագադրվեր ինչ-որ մի տեղում, այլ մեկ տեղում, եւ այդ մեկ տեղը Աշոտի օրինակով դարձյալ վիրքներ։ Աբասը այնտեղ էր տարագիր վիճակում, փախած Աշոտ երկաթի վրեժից եւ Աշոտ երկաթի մայից հետո այնտեղ թագավոր են դարձել եւ բերել վստահաբար դարձյալ վիրքում իր աները ուրեմն Գուրգեն իշխանած իշխանը։ Ըստ որում մենք գիտենք, որ թագավորի տիտղոս տալիս էին հայերին նաեւ Ադրբատականի տիրակալներ, ինչպես 916 թվականին Աշոտ Շապուհյանին, բայց սա այդ դեպքը չէր, Աբասի դեպքում թագադրությունը ամենայն հավանականությամբ տեղի ունեցել վիրքում։ Այսինքն Աբասի Գագիկի կողմից թագադրելու վարկածը դնում ենք մի կողմ, սա բոլորովին տրամաբանությունից զուրկ բան է։ Հիմա Աբասը վերադառնում է եւ մենք ունենք պաշտոնական պատմագրություն բանում, Վասպուրականում։ Ավարտվում է Թովմա Արծունու պատմությունը, իր գիրքը սկսում է գրել անանուն Արծունին եւ երկուսի մոտ էլ Աբաս թագավորը գրեթե բացակայում է։ Մի դեպքում միայն հիշում են նրան զուտ, որ Աբասը եկավ որպեսզի պատերազմի, այսպես կարճ եւ կոնկրետ նույնիսկ թագավորել չեն հիշատակում, այսինքն ամբողջ գաղափարն է, որ Վասպուրականի պաշտոնական ընկալմամբ թագավորը Արծունյաց տիրակալն է։ Ես հիշում եք, ձեզ ասում եի Միշնադարյան այդ թագավորությունը Բագրատունյաց թագավորություն կոչելը ճիշտ չի։ Ֆեդերացիայի։ Այո, ֆեդերացիա էր եւ հայոց թագավորություններ, որտեղ սկզբում համաձայնությամբ իշխում էր Բագրատունին, բայց Արծունին հասել էր նա, որ հիմա ինքն է իշխում։ Եվ քանի որ հիմա ինքն է իշխում, բոլորովին իրեն նեղություն չի տալիս եւ իր պատմագրությունն էլ նույնպես հիշել Բագրատունի տիրակալներին։ Թեև նրանք իրավունքի ուժով շարունակում են հայոց թագավոր լինել, բայց գերական Գագիկ Արծունին է։
Եվ բյուզանդական հեղինակներ եւ նաեւ արաբական հեղինակները պատմում են, թե ինչպես Գագիկը Բյուզանդիայից օգնական զորք է բերում եւ այդ օգնական զորքը օգտագործում արաբների դեմ, այստեղ նրա դեմ է դուրս գալիս միջնադարյան ատրպատականի զորավարներից մի շատ ուժեղ ռազմիկ զորավար մեկը, Մուհլի անունով, որը Բյուզանդիային պարտության է մատնում, բայց այստեղ մնում է փաստը, որ Գագիկ Արծունին իրեն թույլ էր տալիս խոսել Հայաստանի անունից եւ նույնիսկ MC մի խոստում էր տալիս Բյուզանդիային, որը իր նախկինները նույնիսկ իրենց թույլ չէին տվել տալ։ Նա ասում էր. «Ձեր օգնությամբ արաբներից ազատվելու պարագայում ես պատրաստ եմ քննարկել եկեղեցիների միության հարցը»։ Իսկ եկեղեցիների միության հարցը հիմա խոսենք, Աբասի օրոք շատ թեժացավ, դա նշանակում էր, որ հայոց եկեղեցին կորցնում է ինքնուրույնությունը եւ դառնում ուղղափառ քաղաքեդոնական եկեղեցու մի մասը։ Ահա այսպեսի հետաքրքիր կերպար էր Գագիկը եւ Աբասը վերադարձել եւ հայտվել դժվարին վիճակում։ Տիրույթների հարցը։ Ինչ տարածք էր վերահսկում։ Մենք գիտենք, որ նախկինում Բագրատունյան տիրույթները առնվազն Աշոտի երկաթի ժամանակ հսկայական տարածքներ էին զբաղեցնում, դա Այրարատի մեծագույն մասն էր, մեծ տարածքներ Սյունիքից, մեծ տարածքներ Գուգարքից, Դուրուբերանից եւ նաեւ Գավառ Վասպուրականից, իսկ հիմա Աբասի տիրույթները չափազանց փոքր են եւ տարածվում են Արագած լեռան շուրջը։ Այրարատի գավառների մի մասը պատկանում է Աշոտ Շապոհյանին, որը եւս թագավոր է եւ նստում է Աշոտ Մեծի նստոց Բագարանում։ Այրարատից առնվազն երկու գավառ, Կոգովիտ եւ Մասյացյոտն, դա հարավային գավառներն են, պատկանում են Գագիկ Արծունուն, որը գրավել է դրանք այն ժամանակ, երբ որ Յուսուֆին օգնում էր Սմբատի դեմ, եւ ստացվում է, որ Աբասի վիճակը բավական ծանր է։ Իսկ Այրարատը չի վերահսկում։ Ոչ, բոլորովին։ Եվ մենք այսպեսի մի բան կա, Աշոտ Շապոհյանը բավական ընդարձակ տիրույթներ ուներ, բավական ուժեղ էր։ Սա մեռավ 934 թվականին։ Մենք գիտենք, որ իշխել է 18 տարի, վերջերս սկզբնաղբյուրներից մեկում հայտնաբերեցի այդ տվյալը իր 18 տարի իշխելու մասին, թագադրվել է 916-ին, գումարած 18 կանի 934 եւ դատելով պատմական աղբյուրների տրամաբանությունից իր բոլոր տիրույթների իր մայից հետո ժառանգ չունենալու պատճառով անցել են Աբասին։ Այստեղ Աբասի հնարավորությունները կրկնապատկվել են եւ հասել Գագիկի չափին։ Այստեղ սա 934 թիվն է, մոտավորապես այս ժամանակ Աբասի հնարավորությունները Գագիկին հավասարվում են։ Ահա, այստեղ է որ Աբասը արդեն կսկսի հանդես գալ ավելի համարձակ դիրքերից եւ ինչպես պատմում է անանուն զրուցագիրը, զորքը վերցած իջավ Դվինի դաշտը պատերազմելու արաբների դեմ, բայց պարտություն կրեց։ Սա մի թվական է, որը հենքային է Աբասի գաղափարության պատմության մեջ, օրինակ արաբ պատմիչ Իբն Հաուկալը, աշխարհագրագետ Իբն Հաուկալն ասում է, որ այդ թվին իրավիճակ փոխվեց, եւ այդ իրավիճակը ամենայն հավանականությամբ Ատրպատականի զորքի հարշավանքի պարտությունն էր Հայաստանում, որով նշանավորվեց Աբասի վերելքը եւ ի վերջո նաեւ Գագիկ Արծունու մայից հետո Բագրատունիների գերագահ կարգավիճակի վերականգնումը։ 936-37 թվին Հայաստան ներխուժեց Ատրպատականից մի զորավար, որին պատմիչը հիշատակում է որպես պատերազմում վարժ մի զորապետ, որը տեղի է ունեցել իդեպ Եղիշե կաթողիկոսի գահակալության ժամանակ, Եղիշեն գահակալել է 937-941 թվականներին, այսինքն ամեն ինչը համապատասխանում է, եւ ահա Աբասն իջավ ճակատամարտելու, իդեպ Աբասը իր կենսագրության մեջ մի դեպք ունի, երբ որ անձամբ է ճակատամարտում, սա առաջին դեպքն է։ Իջավ ճակատամարտելու եւ պարտվեց։ Մինչ պարտությունը նրան դարձրել էր փախստական, նա հանջի մեջ էր, վրա հասավ Գագիկ Արծունին։ Պատճառը թե ինչու Գագիկը եկավ օգնության չգիտենք, բայց ոչ միայն օգնության եկավ, այլ արաբական բանակը ջախջախեց, շրջապատեց Դվինը եւ հրամայեց հրդեհել։ Մեր միջնադարյան մայրաքաղաքը, մեր փառքի քաղաքը, մեր ամենամեծ քաղաքը պետք է այրվեր, բայց այդ պայն քաղաքից նրա մոտ եկան արաբ մեծամեծերը, դատելով ամեն ինչից հայ մեծամեծերի հետ միասին, աղաչանքով, նվերներով, որպեսզի նա այդ հրամանը հետ վերցնի, Գագիկը լսեց դրանց եւ իր զորքով վերադարձավ։ 937-ի այս միջադեպով Աբասը ազատեց իր թևերը Դվինից եկող վտանգից, նաեւ Ատրպատականից եկող վտանգից, հիմա կասեմ այնտեղ ինչ եղավ, եւ սկսեց անշեղորեն ուժեղանալ։ Ատրպատականը, գիտեք, մեր գոյության թշնամին էր եղել,
հայոց Բագրատ թագավորության գոյության ճշնամիներ եղել 901-ից 927 թվերին Յուսուֆի գաղակալության ժամանակ Յուսուֆի մայից հետո այնտեղ մի քանի տիրակալներ իրար հետևից փոխվեցին եւ ահա 937-ին լաշկարի կոչվող ղեկավարի ժամանակ այդ արշավանքը նրա ղեկավարության պարվեց դարձյալ վտանգը աշխուժացավ բայց լաշկարի պարտությունից հետո լաշկարինի դեպ գնաց վասպուրական այնտեղ էլ անձևացիները սպանեցին տեղը իշխանության եկավ Դայսամ իբն Իբրահիմ անունով մեկը, որը Գագիկ Արծրունու մտերիմներ։ Այսպես Ատրպատականի վտանգը բավական երկար ժամանակով հեռացավ Հայաստանից, իսկ սա կնշանակի, որ իրավիճակը Հայաստանում էականորեն կայունացավ։ Խաղաղության գոնե հույս կա, էլի։ Խաղաղություն կա։ Բյուզանդիայի կողմից պատմեցի ինչեր եղել հանգիստ էր, խալիֆայությունը Հայաստանի գործերին միջամտում է միայն Ատրպատականի միջոցով, հիմա արդեն իզորու չէ եւ ստացվում է այնպես, որ ամեն ինչ կարծես այսպես ավելի լավ ընթացքի մեջ է, ավելի հանգիստ Հայաստանի համար եւ ահա այս վիճակում հայտնվում է տարածաշրջանում Հայաստանից հարավ հյուսիսային ասորիքում եւ հյուսիսային միջագետքում մի հզորույթ Համդանյանների ամիրայությունը Հիմա Հայաստանի վիճակը որսի լավ հասկանանք, մենք միշտ Հայաստանում եւ Անդրկովկասում ունեցել ենք, այսպես ասած, քաղաքական կենտրոնի հասկացություն կամ իրողություն, երբ որ կա մի հզորուժ, որի շուրջ կենտրոնացած են բոլորը, եւ եթե դրսից կան ալիքներ, հարվածներ, վտանգներ, այս կենտրոնը վերցնում է իր վրա։ Որպես կանոն Անդրկովկասի եւ Առաջավոր Ասիայի հյուսիսի առումով այդ ուժը հայոց թագավորությունն էր։ Հիմա, այսինքն բոլոր հարվածները իր վրա էր վերցնում։ Սա միջև Գագիկ առաջինի մահը կտևի այս վիճակը, որից հետո քաղաքական կենտրոն կտեղափոխվի Վիրք։ Արդեն վտանգները նրանք իրենց վրա կվերցնեն, կընդդիմանան եւ այլն։ Բայց Աբասի ժամանակ քաղաքական կենտրոն Հայաստանում փոխվում է ենթակենտրոնը Բագրատունիներից անցնում է արծունիների վրա արդեն ցանկացած Հայաստանի նկատմամբ վտանգի պետք է պատասխանի արծունին եւ ահա երբ որ Համդանյանները սկսեցին գրոհել Հայաստանի հարավ-արևմուտքի եւ արևմուտքի վրա Գագիկ Արծունին է որ սկսում է այս վտանգներին պատասխանել Համդանյանները գերհզոր էին գոնե այն պահին երբ որ հարձակվում էին 940-41 շատ հզոր էին Բյուզանդիայի դեմ մղում էին հաղթական պատերազմներ խալիֆայությունը խալիֆան ինքը զգուշանում էր Համդանյաններից մեկը կար Նասիր ալ-Դաուլա եւ նրա եղբայրը Սայֆ ալ-Դաուլան սարսափի մեջ էին պահում բոլորին արաբներ էին այո կարողացան ուրեմն արաբախոս էին, այսպես ասենք, որովհետև կա կարծիք նաև նրանց քրդական ցակման վերաբերյալ։ Բոլոր պարագաներում իրենք ուրեմն կարողացան Գագիկից փոկել մի քանի կարևոր գավառներ, հատկապես գավառներ Մոկած կողմերում, եւ Տարոնի իշխանությունից էլ փոկեցին Սասունը։ Էապես թույլատնելով Գագիկին։ Գագիկի թույլությունը տրամաբանորեն բերում է Աբասի դեպի Աբասը հավասարակշռության խախտման եւ սա Աբասի օգտին այսինքն Գագիկը պարտվում է շահում է Աբասը ցավալիորեն տրամաբանությունը սա է եւ ահա այս վիճակում Հայաստանը շրջապատող բոլոր կողմերում տեղի ունեն իրադարձություններ որոնք դարձյալ միտված են երկու խնդրի Աբասը պետք է պայքարի ուժեղանալու համար, հայոց եկեղեցին պետք է պայքարի անկախության համար։ Քաղաքեդոնականները անցնում են գրոհի։ Եթե կուզեք սա առանձին կխոսենք, հիմա քաղաքական առումով եթե ամփոփեմ Աբասի գահակալության առաջին փուլը, ապա Աբասի գահակալության առաջին փուլը ավարտվեց 940-ականների սկզբին, երբ որ Աբասը հավասարի կարգավիճակ ձեռք բերեց Գագիկ Արծունու նկատմամբ եւ սկսեց հավակնել այն կարգավիճակին ինչ ունեին իր նախնիները։ Հա, եւ նաեւ դա երևի այդ ժամանակվա նաեւ ցուցիչներից, այսպես մարկերներից, հա, ինչպես կասեն պոպուլյար բառով, դա կաթողիկոսանիստի հարցն էր, չէ՞, նիստ եւ Աբասը դա հաջողացրեց, չէ՞, ճիշտ եմ։ Այստեղ խնդիրը հետեւյալն է։ Կաթողիկոսը եւ կաթողիկոսանիստը մշտապես գտնվել են Այրարատում։ Ну, գրեթե մշտապես եւ սա նշան է եղել այն բանի, որ Այրարատը Հայաստանի քաղաքական կենտրոնն է եւ այդ քաղաքական կենտրոնը պետք է լինի կաթողիկոսանիստ։ Հիմա երբ որ իշխանությունը այսպես գերագահությունը Հայաստանում անցավ Գագիկին, Գագիկը հասավ նրան, որ ուրեմն կաթողիկոսը գնա իր մոտ։
Աշոտ Երկաթը այդ պահին վիճակը բավական թույլ էր, Սևանի ճակատամարտի նախորեն է համաձայնեց դրան, եւ արդեն կաթողիկոսը նստում է Վասպուրականում եւ Գագիկը ունի բոլոր ուրեմն հնարավորությունները գերակայի կարգավիճակը ոչ միայն ապահովելու, այլ նաեւ հետագայի համար պահպանելու։ Բայց Աբասը հզորանալով սկսում է մտածել կաթողիկոսանիստը վերադարձնելու մասին, իդեպ դատելով ամեն ինչից այրարատ վերադառնալու մասին մտածում էին նաև իրենք կաթողիկոսները, որովհետև հասկանալի է, եթե կաթողիկոսն ուզում է կենտրոնական դերակատարություն ունենալ Հայաստանում, նա պետք է լինի Հայաստանի սրտում։ Դա այրարատն է։ Վասպուրականում հերու աղթամարում նստող կաթողիկոս առանձնապես մեծ շանսեր չունի Հայաստանում իշխելու, ինչպես որ Գագիկը հնարավորություն չունի ամբողջ Հայաստանում իշխելու անկախ կարգավիճակից։ Իրավական առումով կոչվում է շահնշահ հայոց եւ վրաց, բայց գործնականում այդ ամբողջ տարածաշրջանը գերիշխելու հնարավորություն չունի իշխելով Հայաստանի ծայր հարավում։ Սա խնդիր է եւ կաթողիկոսներն էլ սա հասկանում էին։ Հիմա ինքը Աբասը շատ էլ չի շտապում կաթողիկոսներին վերադարձնելու հարցում, քանի որ այդ վերադարձը պետք է նաև Գագիկի համաձայնություն ունենա։ Ուրեմն պետք է սպասեն, մինչև Գագիկի այդ վիճակը կհանգուցալուծվի։ Մենք 941-ին ունեցանք մի կաթողիկոս, Անանյա Մոկացի, մեր եկեղեցու, մեր մայր եկեղեցու պատմության խոշորագույն կաթողիկոսներից մեկը, մարդ, որի գործունեությունը հայոց եկեղեցու հիմքերը ամրապնդեց մի քանի 100 տարով եւ ահա գալով, ըստ որում լինելով Մոկացի, այսինքն Վասպուրականի թագավորության մաս հանդիսացող Մոկաց աշխարհից, ձգտեց գալ Այրարատ։ Նա ունի բարեբախտաբար նյութ թղթեր, այսպես ասած, որտեղ գրել է իր գործունեության մասին եւ անդրադարձել իրողություններին, շատ հետաքրքիր ձևով զուգահեռ իրար ներկայացնում է Աբասին եւ Գագիկին եւ հետաքրքիր է թե ինչպես է նրանց ներկայացնում։ Առաջինը Գագիկն է, ասում է հավուրս, այսինքն օրերում, իրենց օրերում, այսպես հավուրս Գագկա եւ Աբասի, այսինքն Գագիկի եւ Աբասի օրերում, եւ Գագիկին ներկայացնում է որպես հայոց թագավոր, իսկ Աբասին որպես մեծ հայոց արքա։ Սա կարող ենք հասկանալ մեծ հայքի արքա, կարող ենք հայոց մեծ արքա հասկանալ տեքստի տրամաբանությունից հայոց մեծ թագավոր։ Այսինքն ինչքան էլ որ Գագիկին հայոց թագավոր է կոչում, Աբասի անվան կողքին դնելով մեծը, ակնհայտորեն հուշում է, որ այնտեղ կա ավելի մեծը։ Հա, ավելի կարևոր մեկը, նա ում նախնիները այն թագավորությունը ստեղծելու ժամանակ արժանացել են Հայաստանը իշխելու, Հայաստանում գերակա լինելու պատվին։ Եվ ահա, բայց հավասարությունը պահում է։ Բայց սա կշարունակվի մինչև 943-ը, երբ որ Գագիկը կմահանա։ Իսկ Գագիկի մահը կնշանավորի մի քանի իրողություն։ Քաղաքահայաստանում կմնա մեկ քաղաքական կենտրոն, մեկ հայոց թագավոր, իսկ Գագիկի որդին այլևս իրեն հայոց թագավոր չի կոչի։ Դու գոնե առաջին որդին Գրիգոր Դերենիկը։ Մյուսը Աբուսահել Համազասպը, հետո կսկսի իրան էլի կոչել հայոց թագավոր։ Բայց այս մեկը որ անմիջապես հաջորդեց Գագիկին, իրեն կոչվել Վասպուրականի թագավոր։ Իսկ հրաժարվել է հայոց թագավորի տիտղոսից։ 934-ին մահացել է ուրեմն Աշոտ Շապուհյանը, 43-ին Գագիկը մնացել է միակ հայոց թագավորը Աբասը։ Հիմա կաթողիկոսանիստը վերադարձնելու ճիշտ ժամանակն է։ Եվ Անանյա Մոկացին 945 թվականին տեղափոխվեց Այրարատ։ Սակայն որպեսզի անմիջապես չհայտնվի Կարսում նստող Աբասի իշխանության տակ, նա չեկավ Կարս, այլ Կարսից մի քանի կիլոմետրի վրա Արգինա կոչվող վայրում հիմնադրեց կաթողիկոսանիստ եւ բավական երկար կաթողիկոսները նստում էին Արգինայում մինչև այն ժամանակները, երբ որ Անին կդառնա մայրաքաղաք եւ կաթողիկոսանիստ։ Երբ որ կաթողիկոսը եկավ Այրարատ եւ սկսեց համագործակցել թագավորի հետ, նա իր թղթերում հորինեց մի բանաձև Հայաստանի հզորացման, բարգավաճման բանաձևը, որը եւ եկեղեցու հզորացման բանաձևը, խնդիրների լուծման բանաձևը, ասում է շնորհիվ հզորին, նկատի ունենալով թագավորին, ասում է այդ հզորի շնորհիվ այս խնդիրները լուծվեցին, այսինքն ակնհայտորեն թե եկեղեցու միասնականությունը, թե Հայաստանի հզորացումը կապում է մեկ անձի Աբաս Բագրատունու հետ։ Այս առումով եկեղեցու վերադարձը ուրեմն Այրարատ
լուծեց նաև կենտրոնական իշխանության խնդիրը Աբասի համար եւ որևէ հակառակորդ, որևէ այլ մեկը, որը կհավակներ այդ դերակատարությանը հայոց թագավորությունում այլևս խոսում ենք էլի այդ եկեղեցական հարցերից, փորձենք հասկանանք Քաղկեդոնի եկեղեցու հետ ինչ խնդիր էր եւ ինչ Հիմա մենք ֆիքսեցինք, որ 929-ին Հայաստան եկած Աբասը, թագավոր դարձած Աբասը կարողացավ մինչև 941-42 թվականը վերականգնել իր այն հզորությունը, որ ունեին իր նախնիները եւ իշխանությունը երկրում աշնանաբար կենտրոնացնել իր ձեռքը։ Սա նրանից խլեց հսկայական ջանքեր, նրան դարձնելով ոչ միայն ուժեղ սրամարտիկ, հզորանց, այլ նաեւ ուժեղ դիվանագետ։ Հիմա գալիս է մի փուլ, երբ որ Հայաստանի նկատմամբ սկսում են լուրջ պահանջներ եկեղեցաքաղաքական ճակատում։ Այդ ջանքերը սկսել էր դեռևս Աշոտ Մեծի ժամանակ Կոստանդնուպոլսի պատրիարք Փոտիոսը, պահանջելով որպեսզի եկեղեցիների միություն տեղի ունենա, այսինքն հայկական եկեղեցին պաշտոնապես ընդունի Քաղկեդոնի կրեդոն, հա, կամ դավանանքը, այդ Քրիստոսը որպես կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված հանդես գալու այդ դավանանքը, հա, եկեղեցին դրանից հրաժարվել էր եւ հայտարարել, որ մենք չենք կարող մի Քրիստոսին երկու մասի բաժանված ընկալել, այս բանավեճն էր ամբողջությամբ եւ հիմա եկավ մեկ այլ մեկը Աշոտ Երկաթի ժամանակ Միստիկոս անունով, որին Աշոտ Երկաթը դատելով մի նամակից, որովհետեւ Բյուզանդիայից օգնություն կորզի, խոստացել էր եկեղեցիների միություն, բայց հետո խոստումը չէր արել, այսինքն դիվանագիտություն էր խաղացրել։ Հիմա եկել է Աբասի ժամանակ եւ Գագիկը, որը ասի 931-ին Աբասը նոր է գային բազմել, Բյուզանդիային նույն խորհուրդումն է տալիս, ինչ որ ըստ ամենայնի խոստացել էր Աշոտ Երկաթը։ Օգնեք մեզ արաբներից ազատվենք եւ մենք եկեղեցիների միությանը կհամաձայնվենք։ Այս եկեղեցիների միության համար մի կարճ ասեմ ինչն էր պատճառը 451-ին տեղի էր ունեցել այսպես կոչված 4-րդ տեզերական ժողով, որը մեր եկեղեցին որպես այդպեսին չէր ընդունել եւ չէր էլ մասնակցել Քաղկեդոնի ժողովի մասին է խոսքը եւ այստեղ կայսեր պնդմամբ ընդունվել էր Քրիստոսի երկու բնության մասին բանաձևը որպես քաղկեդոնական դավանանք կրեդո եւ այս տրամաբանության մեջ մեր եկեղեցին սրան դեմ էր կանգնել Մեր եկեղեցու ազգայնացման կամ ազգայնականացման process-ի մեջ սա մեծ դեր էր խաղացել փոխվելով ընդհանուր տեզերական ժողովում Քրիստոսի նոր բնությունը ընկալած համընդհանուր եկեղեցուց, որի մաս էին իդեպ նաև թե Ռոմի աթոռը եւ թե Կոստանդնուպոլսինը, մերոնք դարձել էին առանձին եկեղեցի եւ որպես առանձին եկեղեցի շարունակում էին իրենքից ինքնուրույնությունը պահել։ Եղել էին հայոց առաջնորդներ, որոնք ժամանակի ընթացքում Քաղկեդոնը ընդունել էին, հավանաբար քաղաքական իշխաններ, որոնք չէին էլ լուրջ ընկալել այդ երկու կամ մեկ բնության մասին խնդիրը բայց Հայաստանում 6-րդ դարում դվինում մի ժողով արեցին, որտեղ հստակորեն այդ ժողովը այսպես է ասում է, այդ ժողովը տեղի ունեցավ ընդդեմ Քաղկեդոնի, այսինքն 6-րդ դարում մերոնք հասկացան, որ Քաղկեդոնի դեմ մի ժողով էլ պետք է անել, եւ արեցին այդպիսի մի ժողով, եւ այդտեղ ամեն ինչ շատ ավելի հստակ ամրագրվեց։ Այսինքն, եթե մենք հայտնվեինք 7-րդ դարի Հայաստանում կամ ասենք 9-րդ դարի Հայաստանում, կտեսնենք, որ մեզ մոտ բավական մեծ գաղափարաքաղաքական պատնեշ կա Քաղկեդոնի դիմաց։ Եվ հիմա երբ որ Բյուզանդիան ուժեղացել է, եկեղեցու միջոցով եւ նաեւ բանակով Բյուզանդիան փորձում է մեզ պարտադրել մի բան, որը դարեր շարունակ չի կարողացել պարտադրել։ Պարտադրանքի process-ին խառնել են վրացիներին, որոնք իրենց եկեղեցու հետ հարազատ են եւ խառնել է աբխազներին կամ եգերաց թագավորությանը, որը դարձյալ իրենց հարազատ եկեղեցին է։ Եվ ահա Աբասի գաղակալության շրջանում այս ընդհանրական գրոհի պայմաններում տարբեր կողմերից Հայաստան են սկսում գալ նահանջելով հալածված միաբնակ միաֆիզիտ մենք ասում ենք մոնոֆիզիտ, իդեպ որը սխալ է, մենք մոնոֆիզիտ չենք, մենք միաֆիզիտ ենք, եւ այլ գալիս են միաֆիզիտ վանականներ։ Այսինքն մենք ոչ թե մի բնույթի կողմնակից ենք, այլ երկու բնույթի միաձուլվածի կողմնակից ենք, ուղղակի որ բարձրապան ենք, էլի։ Միաֆիզիտ եւ զարմանալիորեն նաեւ մեր գիտական գրականության մեջ կհանդիպենք մոնոֆիզիտին, ինչը մեր եկեղեցին մերժում է, այսինքն մոնոֆիզիտը մենք չենք, մենք միաֆիզիտ, այդ անունն ենք ընդունում մեզ համար եւ ահա գալիս են միաֆիզիտ վանականներ։ Ստեփանոս Տարոնեցի ասողիկն ասում է պատանի էի եւ տեսնում է ինչպես են այդ հայրերը գալիս եւ հիացական հայացքով նայում է իրենց։ Սրանք են մարդիկ են, ովքեր
կառուցեցին Սանահինի Սուրբ Աստվածածինը, ուրեմն Հոռոմոսի վանքը, Կամրջաձորի վանքը, այսինքն միջնադարյան Հայաստանի ամենաուժեղ վանական համալիրները եւ եկեղեցիները կառուցեցին այդ վանականները, սրանք մեջ կային հայեր եւ ոչ հայեր, բայց բոլորը միաբնակ, միաբնակ մարդիկ եւ եկել էին քաղաքեդոնականների կողմից հալածյալների կարգավիճակում։ Բյուզանդիան արդեն գրոհի մեջ է։ 949-ին քիչ անց կգրավի Կարինը, այսինքն կմտնի Հայաստան։ Աբխազական զորքերը Հայաստան են գալիս 940-ականների սկզբներին։ Այսինքն ես այսքան երկար էքսկուրս արեցի, ուսի հասկանալի դառնա, թե քաղաքեդոնական եկեղեցու եւ մեր տարբերությունը որն է։ Ինչու ենք մենք համառորեն կանգնել այս դիրքերում եւ քաղաքական առումով այս դիրքերում կանգնելը ինչ է նշանակել մեր պետության եւ մեր եկեղեցու համար։ Դրա համար, երբ որ ասում եմ եկեղեցա քաղաքական, ուզում եմ ցույց տալ, որ այս խնդիրը բոլորովին էլ միայն եկեղեցական չէր։ Սա նաեւ քաղաքական խնդիր էր։ Եվ պատճառները հենց դա է պատճառը, որ մեկ էլ տեսնում ենք 942-ին Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու կառուցման ավարտին, երբ որ եկեղեցու նավակատիկը կամ օծման արարողությունը պետք է տեղի ունենա, Հայաստանի սահմանին հայտնվում է հզորության գագաթնակետին գտնվող աբխազական թագավորության բանակը։ Սրանց զորավարը, որը հիշված է Բեր անունով, որտեղ թագավորը Գեորգն էր, հայտարարում է, որ ես եկել եմ ուրեմն Կարսի Առաքելոց եկեղեցին օծելու քաղաքեդոնական ծեսով։ Աբասը բանակով, ըստ որում դատելով աղբյուրի տեղեկությունից հեծելազորով, այրուձիով, արագորեն գնաց Կուրի ափը։ Կուրի այս ափին բանակ դրեց հայկական զորքերն, ափին աբխազականը, եւ օրեր շարունակ փոքրիկ ջոկատները երկու կողմերից անցնում էին մյուսի ափը ասպատականում։ Վերջում աբխազական բանակը գետը գաղտագողի անցավ եւ հարձակվեց հայոց բանակի վրա եւ մի պահ հայոց բանակը ցնցվեց եւ բռնեց նահանջի ճանապարհը։ Ինչպես եւ պետք էր սպասել, հզոր կոչված Աբասը, Անանյա Մոկացու կողմից հզոր կոչված Աբասը ճակատամարտի ղեկը վերցրեց իր ձեռքը, անձամբ զորքը գրոհի տարավ եւ ջախջախեց աբխազական բանակին։ Այստեղ ցույց տալով, որ ինքը ինչպես որ ուժեղ դիվանագետ է, ճարպիկ անձնավորություն, նույնքան էլ ուժեղ զինվոր է։ Աբխազական բանակին ջախջախեցին, գերի բռնեցին զորավար Բերին, բերեցին Կարսի Առաքելոցի դիմաց կանգնացրեցին։ Նա իր ասացին, սա այն եկեղեցին է, որը ուզում է իր օծել ձեր ծեսով, որովհետև տեսնում ես, այդ եկեղեցին վերջին անգամ կուրացրեցին եւ ամենայն հավանականությամբ բաց թողեցին, որովհետև հետագայում Աբխազիայում մի թագավոր կար, Թեոդոս Կույրը, որին պատմիչները երբեմն շփոթում են այս Բեր Կույրի հետ, հավանաբար բաց են թողել, դրա համար այդ շփոթությունը հետագայում առաջացել, այսինքն մահապատիժ Բերի նկատմամբ տեղի չի ունեցել։ Այսպես ջախջախվեց արտաքին վտանգը քաղաքեդոնականների հետ կապված, բայց հայոց եկեղեցում իսկական եկեղեցական տագնապ էր։ Մենք 1950-ականներին Սփյուռքում տեղի ունեցած եկեղեցական խռովությունը կոչում ենք եկեղեցական տագնապ, ճիշտ նման մի տագնապ 940-50-ականներին էր Աբասի ժամանակ, եւ այս տագնապը նշանավորվեց նրանով, որ ինչպես Անանյա Մոկացին է ասում, քաղաքեդոնական աղանդը մեր երկիրը սկսել էր քաղցկեղի պես լափել։ Ըստ որում երկու աշխարհներում, Սյունիքում եւ Արցախում հայերը սկսել էին ինչ-ինչ պատճառով, հայերը չասեմ, ասեմ հոգևոր եւ քաղաքական իշխանության ներկայացուցիչները սկսել էին ինչ-ինչ պատճառներով հակվել դեպի քաղաքեդոնականությունը։ Ամենայն հավանականությամբ հակումը սկսել էր հայոց արևելից Արցախուտիքի կողմից, որովհետեւ սկիզբը նշանավորվեց նրանով, որ նրանք սկսեցին կաթողիկոսի ընտրությանը չգալ։ Ասում էին դե դուք այդտեղ ընտրեք, մենք կճանաչենք ընտրությունը։ Հավանաբար խոսքը հենց Անանյա Մոկացու ընտրության մասին էր, բայց Անանյա Մոկացին ասում է, որ այդ դեպքը, որ ինքը կոչվում է աղվանից ապստամբություն, այդտեղից ենք հասկանում, որ հայոց արևելից կողմերից է սկսել այս դեպքերը, տևել է 69 տարի, ասում է իմ աթոռակալության շրջանից։ Աթոռակալությունը Այրարատում 945-ից է սկսել, հանում ենք 69 տարիները, հասնում ենք 876 թվական Գևորգ II Գառնեցու
աթոռակալության սկզբից է փաստորեն տեղի ունեցել այդ դեպքերը, այսինքն մոտարապես այն ժամանակներից, երբ հայոց թագավորությունը սկսում է վերականգնվել, եւ այդ այն ժամանակներ, երբ որ Փոթիոս պատրիարքը Կոստանդնուպոլից պնդում էր, որ հայերը գնան եկեղեցիների միության։ Այդ պահից փաստորեն որոշակի հաջողություն հասել են Աղվանքում եւ Աղվանից շրջանում հասունացող այդ քաղաքեդոնական վտանգի կողմը սկսել է հակվել Սյունյաց եպիսկոպոսը։ Ահա Սյունյաց եպիսկոպոսն էլ ասում է, ես Մյուրոնի հետևից Այրարատ եկողը չեմ ասում է, հերոյ է Այրարատը, մի անգամից կգնամ, ասում է արևելից կողմերից, հայոց արևելից կողմերից կբերեմ եւ բարձից էլ բարձ է, որ սա Այրարատի մեր հոգեոր եւ քաղաքական իշխանություններին բոլորովին դուրս չեկավ։ Վեր կացավ եւ 948 կամ 49-ին Անյա Մոկացին Աբասից թույլտվություն եւ իրավունք վերցնելով եկավ Սյունիք։ Սյունյաց իշխանը եւ Բախքի իշխանը բաղած Բերդ կա, հիմա էլ այդ Բերդի ավերակները կան, այդտեղի իշխանը լավ ընդունեցին, կանչեցին այդ եպիսկոպոսին, որը փորձել էր չենթարկվել, եպիսկոպոսը եկավ, մեղա եկավ, իշխանները ներողություն խնդրեցին եւ Անանյա Մոկացին համոզված որ խնդիրը լուծված է, ճանապարհ ընկավ դեպի Արցախ։ Բայց լուր բերեցին, որ Թագուին մահացել է, Աբասի կինը, եւ նա ամեն ինչ թողած արագորեն եկավ Այրարատ Թագուհու արարողությունները, մահվանն հետ կապված արարողությունները կազմակերպելու եւ Աբասին սփոփելու համար, որից հետո մեկ էլ լուրը հասավ, որ ամեն ինչ նույն թափով արևելից կողմերում շարունակվում է։ Արագորեն ճանապարհ ընկավ Աբասի մոտ դարձյալ, վերադարձել էր իր նստավայրը, հիմա հետ գնաց Աբասի մոտ եւ Աբասից պահանջեց արքայասաց հրաման։ Այսինքն հրաման արքայի սաստող խոսք, որ այս խնդիրը պետք է լուծվի եւ Հայաստանը պետք է ձերբազատվի անիծյալ Քաղկեդոնի աղանդից։ Դատելով ամեն ինչից նրան նաև որոշակի զորաջոկատ էր աջակցում, որովհետև նա եկավ Սյունիք, Սյունյաց տերերը փակվեցին իրենց ամրոցում, դուրս չեկան ամրոցից, նրա առաջ դռները չբացեցին։ Անանյա Մոկացին քարուքան դարեց եպիսկոպոսանիստը Սյունիքում, այդտեղից գնաց Արցախ, Արցախում զրկեց ձեռնադրությունից առանց իր ցանկության ձեռնադրված կաթողիկոսին, նրա փոխարեն կաթողիկոս դրեց իր ցանկացած եւ ուրեմն Աբասի հաստատած տեխնացուին, որոնց թակավորը տեխնացուին հաստատում էր, եւ արևելից կողմած տերերը լիովին դարձի եկան եւ համաձայնություն կայացրեցին ուրեմն Անանյա Մոկացու հետ, որ այլևս չեն ընդվզի եւ կընթարկվեն ուրեմն նրա հրամաններին։ Ահա այսպես նա կարողացավ հասնել նրան, որ բոլորը առնվազն Աբասի գահակալության ժամանակ սկսեցին ենթարկվել իր հրամաններին եւ չընդվզել։ Թեև հիմա ավելի ուշ կտեսնենք հետագայում, երբ որ կզրուցենք Աշոտ Ողորմածի մասին, որ այս խնդիրները պարզապես անթեղվել էին եւ ի հայտ կգան 10 տարի հետո, բայց 60 քանի տարի տևել է, ուրեմն ամրացված բաներ։ Այո, ակնհայտորեն կա անկախամտություն եւ կա ակնհայտորեն արտաքին միջամտություն։ Ավելի ուշ կտեսնենք, որ Վիրքից եւ Բյուզանդիայից գալիս էին մարդիկ եւ ուղարկվում էին սրբապատկերներ, որոնք նրանց եկեղեցու կողմը հակված հոգեվորականներ օգտագործում էին պատարակների ժամանակ։ Ակնհայտորեն արտաքին ազդեցություն կար։ Հիմա դեռ սա չի երևում, երևա ավելի ուշ։ Հիմա Անանյա Մոկացին բավական ուրախ վերադարձավ եւ հայտարարեց, որ այդ հաջողությանը ինքը հասել է Աստծո կամոք եւ հզորի շնորհիվ, նկատի ունենալով Աբասին, եւ ուրախությամբ տեղեկացրեց, որ խնդիրը լուծված է, Աբասն էլ նրան շնորհավորեց խնդիրը լուծելու համար եւ Հայաստանում առժամանակ հոգեվոր խնդիրները եւս իրենց լուծումը գտան եւ հայոց քաղաքական մարմնից բացի միավորվեց նաեւ հայոց հոգեվոր մարմինը։ Ըստ էության Աբասի քաղաքալության այն փուլը, որը նշանավորվում է նրա որպես գերակագահակալ հանդես գալու իրողությամբ նշանավորվեց հայոց երկու մարմինների քաղաքական եւ հոգեվոր միավորման եւ Հայաստանի որպես միասնական օրգանիզմ հանդես գալու իրողությամբ եւ Հայաստանը դարձյալ դառնում է տարածաշրջանի ամենահզոր ուժը եւ նաեւ դա ապացուցում է 942 թվականին ռազմի դաշտում ջախջախելով իր գլխավոր Ախոյանի Աբխազած թագավորության բանակին, ինչպես որ ասացի։
Սա ըստ էության այն հաջողություններն էր, որ Աբասը ունեցավ երկու ուրեմն ճակատներում հոգևոր եւ քաղաքական։ Իհարկե կան խնդիրներ, որոնք ապահովման ժամանակ դեռ կասեն։ Ու նաև երբ որ խոսեցինք կաթոլիկ քրիստոնեի տեղափոխումը բան, ելի հիշենք Բագրատունյաց ինձ սովորույթը ամեն մեկը իր նստավայրը փոխելու գաղափարի մասին, էլ հիշացնեմ Աշոտը Բագարանն էր, չէ, Աշոտ առաջի մեծը Բագարանում էր, Սմբատը Շիրակավանում կամ Երազգավորցում էր։ Երազգավորքի Շիրակավանում, այո։ Երազգավորքի Շիրակավանում, Աշոտ Երկաթի նույնպես այդտեղ էր, իսկ Աբասը որոշեց, որ մեկ այլ տեղ պետք է տեղափոխվի, բայց ես ոնց պատկերացնում եմ Աբասի ժամանակ մայրաքաղաքը իրոք մայրաքաղաք է, դե նախորդների ժամանակ զուտ նստավայրին, սա իրոք քաղաք էր եւ այդ քաղաքում ինքը ամրացվեց Կարսն էր, չէ՞։ Կարսն էր։ Հիմա այս բավական հետաքրքիր է։ Ամեն մեկը ուներ իր նստոցը եւ սա հասկանալի էր։ Կա թագավոր նստում է իր նստոցում, իր որդուն մեկ այլ նստավայր է տվել, որդին նստում է այլ նստավայրում։ Աշոտ մեծը Բագարանում էր, տղան Երազգավորցում։ Ըստ որում պատմիչների մոտ այն ժամանակակից պատմիչի մոտ ասում է Երազգավորից Շիրակավան, ինչից հասկանում ենք, որ Երազգավորը ինչ որ վայր է, որտեղ կա Շիրակավան կոչվող քաղաքագյուղ, քանի որ Շիրակում էր այդ ամեն ինչը գտնվում, այսինքն Շիրակի ավանն է։ Հիմա երբ որ Աբասը վերադարձավ, պարզ է որ Աշոտ Երկաթի նախկին նստոցում չէր նստելու, նոր տեղ էր պետք եւ նստեց Կարսում։ Մեր պատմության մեջ Կարսի վերաբերյալ կա մի շփոթություն, որը դուք կտեսնեք հատկապես Երեմյանի ժամանակներից, Կարսը հռչակել են պատմագիտության մեջ առնվազն որպես սպարապետանիստ, իբր թե Կարսը եղել է սպարապետանիստ։ Բայց մեզ հայտնի է միայն մեկ սպարապետ, որը եղել է Կարսում, այն էլ Կարսում նրա նստելը եղել է եղբոր հետ երկիրը Աշոտ մեծի հետ երկիրը բաժանելու արդյունքում, այսինքն այնպես չի որ Կարսը եղել է հենց այդպես նստավայր։ Երբ որ իրենք երկիրը բաժանեցին Բագրատունյաց տիրույթները երկու մասի, Վանանդի իշխանությունը բաժին հասավ Աբասին, եւ այդ Վանանդի իշխանության մեջ ամենակարևոր բանը արդեն քաղաքի վերածված Կարսն էր, եւ հիմա այստեղ երբ որ գալիս է Աբասը, որը այս երկրորդ Աբասի մասին է խոսքը, այն Աբասը, որը սպարապետ էր Աշոտ մեծի եղբայրն էր, նա Կարսում նստել է, այո։ Սա երբեք սպարապետ չի եղել Աբաս թագավորը։ Սա եղել է իշխանած իշխան, այո։ Չէ, սպարապետ Մուշեղն էլ չի եղել։ Մենք ուրեմն երբ որ սպարապետության մասին խոսում ենք, այնպես չի որ այդ հետագիծը շատ հստակ անցկացնել հնարավոր է։ Վերջին սպարապետներից մեկը, որին հիշում ենք եւ որը հռչակվել էր թագավոր, Աշոտ Շապուհյանն էր։ Դրանից հետո սպարապետական, այսպես ասենք, գավազանը թե ում ձեռքին է եղել, բավական դժվար է այս հետագիծը ճշտել, բայց եթե ասենք Մուշեղն էլ դա բավական դժվար է, հայտնի չէ։ Բայց որ Աբասը չէր հաստատ, սա էլ միանշանակ։ Աբասը եղել է ավելի բարձր իշխանած իշխան։ Բայց քանի որ Աբասին սխալմամբ համարել են սպարապետ, որի մասին որևէ տեղեկություն աղբյուրներում չկա, եւ նա էլ նստել է Կարսում, ստացվում է որ արդեն երկրորդ սպարապետն է Կարսում, ուրեմն Կարսը սպարապետանիստ է։ Ոչ, երբեք այդպես չի եղել։ Կարսը եղել է ամուր քաղաքի վերածված բերդ եւ Աբասը դա ընտրել է որպես այդ պահի դրությամբ ամենաամուր վայրը որտեղ կարող էր նստել եւ իմ մոտ կա տպավորություն նաեւ Կարսի ընտրության մասով, քանի որ Աբասը 929-ին վերադարձավ եւ բավական ծանր վիճակում էր եւ ուներ քիչ տիրույթներ, այդ քիչ տիրույթները երբ որ նայում ենք ամենահարմարավետ նստավայրը կարող էր լինել Կարսը, ավելի հարմար նստելու տեղ ինքը չուներ։ Սա էլ կարևոր խնդիր է։ Այն սկզբի Աբասը, որովհետև 930-40-ականների Աբասը արդեն շատ տեղերում կարող էր նստել։ Բայց այն սկզբում, որ եկել էր, շատ այդ ընտրությունը առանձնապես մեծ չէր եւ գնաց Կարս։ Հիմա Կարսը դարձել է նստավայր, դարձյալ նստավայր։ Այսինքն երբ որ ասում ենք մայրաքաղաք, սա այն դասական մայրաքաղաքը չի, որ անկախ արքաների փոփոխությունից դա նույնն է։ Չէ, այստեղ կարող է փոխվել եւ կփոխվի։ Բայց ինչն է Աբասի մեծության նշանը, մենք միշտ ասում ենք, որ անի մայրաքաղաք հռչակումը Աշոտ 3-րդ ողորմածի արարքն է, այդպես էլ կա, բայց ինչպես վերջերս բացահայտեց մեր նշանավոր պատմաբաններից Կարեն Մաթևոսյանը, անիի ընդարձակման եւ մեծացման գործընթացը սկսել է Աբասի օրոք։ Սա բավական կարևոր բան է։ Ինչի որովհետեւ անին առնվազն այն պահին, երբ որ պետք է հռչակվեր արքայանիստ,
մի փոքրիկ տարածք էր զբաղեցնում, փոքրիկ բերդ էր շրջակա ուրեմն Արվարձանով, բայց ինչն է այստեղ հետաքրքիր, Աբասի օրոք այստեղ կաթողիկ եկեղեցի է կառուցվում, որը ավելի ուշ կոչվի 930-ին սկսում է 942-ի վերջացնում։ Չէ, դա Կարսի առաքելոցի մասին է խոսքը։ Բացի դրանից մի հատ էլ անիում է կառուցում եւ դա հետագայում կկոչվի փոքր կաթողիկ է, բայց այն բանը որ կառուցում ես ինքը պարզապես կաթողիկ էր եւ կաթողիկեի կառուցումը անի պարսպից դուրս հուշում էր, որ Աբասը զարկ է տվել անի ընդարձակմանը։ Եվ այդ ընդարձակումն է, որ Աշոտ Ողորմածին հնարավորություն կտա անին հռչակել մայրաքաղաք։ Այսինքն, եթե շատ մեր մտորումները խորացնենք, կարող ենք նույնիսկ պնդել, որ Աբասի մտքում է ծնվել անին մշտական մայրաքաղաք դարձնելու գաղափարը, ինչը իհարկե հետագա հիմնավորումների կարիք ունի, բայց կյանքի իրավունք ունեցող պնդում է, քանի որ կա նաև փաստը եւ փաստարկներ, որ Աբասի օրոք է, որ կաթողիկեի Աբասի անի տարածքից դուրս կառուցել է։ Անի բերդի տարածքից դուրս կառուցվել է կաթողիկե, ինչը շատ բան է նշանակում։ Այստեղ կարևոր է նաև Բայց Կարսը արդեն քաղաք էր, չէ՞։ Քաղաք իր տրամաբանությամբ։ Տեսեք, ինչպես է միջնադարյան քաղաքները ինչպես էին լինում։ Սա պետք է լիներ Բերդ, Միշնաբերդ, որի շուրջը պետք է լիներ Արվարձան։ Այդ Արվարձանը կարող էր ունենալ իր ուրույն պարիսպները, կարող էր եւ չունենալ։ Մենք այսպեսի մի պատում ունենք, այն ժամանակ մանրամասն չեմ պատմում, ավելի մանրամասն եմ։ Սմբատ առաջինը, երբ որ Աշոտ մեծի մահից հետո ուշացումով եկավ, որպեսզի գահին բազմի, այնքան էր ուշացել, որ իր հորեղբայր Սպարապետ Աբասի մոտ արթնացել էին գահակալական նկրտումներ։ Նա ամրացել էր Կարսում եւ ուզում էր թագադրվել։ Նույնիսկ երբ որ Սմբատին Գևորգ Գառնեցին թագադրեց, ուրեմն Գևորգ Գառնեցուն Աբասը մեղադրեց, որ դու ինչի ես նրան իմ թագը վերցել տվել Սմբատին։ Ես պետք է թագադրվեի եւ դիմեց Մաշտոց ապագա կաթողիկոս Մաշտոտ Եղիվարդեցուն, ասեց արի Գևորգին դնենք մի կողմ, քեզ դարձնենք կաթողիկոս, դու ինձ թագավոր դարձրու։ Այստեղ Սմբատը զորքով եկավ եւ այստեղ տեսնում ենք Կարսի նկարագրություն, որ իսկական քաղաքի նկարագրություն է։ Ասում է պաշարեց Կարսը, ավերեց Կարսի, ասպատակեց Կարսի արվարձանները, պաշարեց Բերդը, այսինքն ակնհայտորեն տեսնում ենք արվարձաններ, Բերդ, միջնադարյան դասական քաղաքի նկարագիր։ Այսինքն միայն Բերդ չէ, այլ նաև Բերդի շուտ սուրճ տարածվող արվարձանը։ Ըստ որում նաև պատմական ուրեմն աղբյուրների հիշատակությունները մեր պատմիչները շատ հետևողական են։ Նայում են բնակավայրին եւ նրա անունը տալիս։ Մի բանաձև կա, դա տվել է Ասողիկը քաղաքների ծագման։ Ասում է Սմբատի օրոք, իդեպ ասում է Սմբատը ժառանգեց, ասում է իր հայրենիքը Հայաստանը եւ Վիրքը, այսինքն իր ժառանգությունը Հայաստանը եւ Վիրքն է ժառանգեց, ասում է եւ նրա օրոք երկիրը զարգացավ, ասում է Ագարակս ավանացյալ եւ Ավանս քաղաքացիալ, այո։ Այսինքն ագարակները դարձել են ավաններ եւ ավանները քաղաքներ։ Ավանների տակ հասկանում ենք նաեւ քաղաքագյուղերը կամ գյուղաքաղաքները։ Հիմա մեր պատմիչները երբ որ նայել են նման ավաններին, հստակորեն ասել են դա քաղաքագյուղ է, թե քաղաք։ Երբ որ ասում են քաղաքագյուղ, իրենք հասկանում են, որ այստեղ ճիշտ է, քաղաքի process-ը սկսել է, բայց գյուղը դեռ առկա է, գյուղատնտեսություն, անասնապահություն, դեռ լիարժեք քաղաք չի։ Նույնիսկ կարող ենք խորացնել մեր դիտարկումները, որ երբ որ ասում են քաղաքագյուղ, ապա ավելի շատ քաղաքն է առկա, քան գյուղը, իսկ երբ որ ասում են գյուղաքաղաք, ավելի շատ գյուղն է, քան քաղաքը, այսպես թեականորեն կարող ենք դատել, եւ հիմա Բագարանը, Երազգավորսը կոչվում են այդպես քաղաքագյուղ, բայց արի ուտես որ Կարսը կոչվում է քաղաք։ Այսինքն ակնհայտորեն պատմիչը տեսել է քաղաք եւ դա անվանել է քաղաք։ Միջնադարյան առումով իհարկե գտնվել է առևտրական ճանապարհի վրա, շուկան ա եղել քաղաքի կենտրոնը, արհեստներ, առևտուր, ամեն ինչ եւ դա եղել է քաղաք։ Աբասը այստեղ նստելով փաստացի նստում էր Բագրատունյա ստիրույթներում գտնվող ամենամեծ բնակավայրերից մեկում, ըստ որում նաև ամենաամրացվածներից մեկում։ Այն Բերդը, որը միջև հիմա էլ կա, ըստ էության այդ տեղում եղել է հայոց միջնադարյան Բերդը, որտեղ փաստորեն եղել է Աբասի նստավայրը։ Հա։ Մենք իր գաղափարությունը փաստորեն երկու մասի կարող ենք բաժանել։ Մեկը այն շրջանը, երբ որ ինքը
ստիպված էր վերանվաճել այն երկիրը, որ իր նախնիներն էին տիրում, եւ հետո երկրորդ փուլն է գալիս, որը ավելի խաղաղ է անցնում, չէ՞, փաստորեն, որովհետեւ կան շատ մենք այստեղ ասենք թե չէ խաղաղը հարաբերական, որովհետև օրինակ մենք մի տեղեկություն ունենք, որ Աբասը ինչ որ մի փուլում ստիպված ընդունել է ուրեմն Ատրպատականի տիրակալ Մարզուբան իբն Մուհամեդի գերիշխանությունը։ Այս հարցը բավական լավ տվեցիք, որովհետև սա շատ հետաքրքիր process էր տարածաշրջանային քաղաքական։ Եկել էին սալարիները կամ մուսաֆիրիները, իշխել էին Ատրպատականում եւ դարձյալ հզորացրել Ատրպատականը եւ տարածաշրջանին տիրել։ Այդ ժամանակ 1943 թվականն է ռուսների միջոկատ ամբողջ հյուսիսային Կովկասը ճեղքելով եկել դուրս էին եկել Կասպից ծովի ափը, խազարական խաքանության նավերը գրավել, այդ նավերով իջել Բաքու, այդտեղից գնացել Քուրի գետաբերան, նավերով այդ գետաբերանով եկել Պարտավ քաղաքը գրավել։ Մի քանի ճակատամարտերով իրենց փոքր զորաջոկատով այդ Մարզուբանին ջախջախել էին եւ կես տարի նստել Պարտավում, ձմեռն անցկացրել եւ հետո գարնանը գնացել։ Այս ռուսների գալը մեծապես օգնել էր, որ Աբասը գլուխ բարձրացնի, որովհետեւ Մարզուբանը շատ հզոր էր եւ որևէ ուրեմն արգելք նրան կասեցնել չէր կարող, բայց երբ որ ռուսները եկան, պարզվեց, որ կա մի ուժ, որը այնպիսին է, որ կասեցնում է Մարզուբանին եւ Աբասը դրանից շահել էր։ Իսկ շահելու բովանդակությունն էր, որ միջև հետ դատելով Իբն Հաուկարից Աբասը ստիպած էր եղել Մարզուբանի նկատմամբ հարկատվական պարտականություն ստանձնի։ Այսինքն ռուսների գալը Աբասի վիճակը բավական հեշտացրեց, ռուսները Հայաստանին ըստ էության վնաս չտվեցին, բացի Պարտավը գրավելուց, Պարտավն էլ այդ ժամանակ արաբական պաշտոնյաների նստավայր էր, ըստ այդմ դա գրավելով Մարզուբանին էին ավելի շատ վնասել, քան հայկական քաղաքական, իշխանությանը, բայց բոլոր դեպքերում բավական նպաստել էին, որպեսզի Աբասի խնդիրները լուծվի։ Կա մի ուրիշ խնդիր, որը շատ կարևոր է։ Մենք գիտենք, որ Աշոտ Երկաթի ժամանակ Բագրատունիները կորցրել էին Շահնշահայոց եւ Վրաց Տիտղոսը։ Այդ Տիտղոսը անցել է Գագիկին, Գագիկի մահով անհետացել եւ մեկ էլ 953-ին նոր գահին բազմած Աշոտ ողորմածը արաբական աղբյուրում հիշատակվում է որպես Շահնշահ։ Մեր պատմաբանները սրան շատ ուշադրություն չեն դարձրել առնվազն այն պատճառով, որ Աբասի մասին աղբյուրներում հիշատակություն քիչ կա, ինչ որ ես ձեզ պատմում եմ, կարելի է ասել տասնյակ աղբյուրներից այսպես պեղած հանած տեղեկատվության այսպես համախմբելու արդյունքն է, բայց պետք է հասկանանք, թե այս Տիտղոսը ինչպես հասավ նոր գահին բազմած Աշոտ ողորմածին։ Դատելով իրադարձությունների ընթացքից Գագիկի մահից հետո Աբասին պետք է որ հաջողված լիներ այդ Տիտղոսը հետ ստանալ։ Տեսեք ինչ հետաքրքիր, 953-ն է, Աբասը մենք մի տեղեկություն ունենք, որ 953-ին Աբասը կենթանի է, եւ մեկ այլ տեղեկություն, որ 953-ին Աշոտ ողորմածը արդեն Աբասի մահից հետո զորքը վերցրած լեզգիների օգնական զորք է բերում եւ գնում է Դվինը գրավելու։ Դվինը չի կարողանում գրավել, բայց հիշատակությունը այսպեսին ասում է մի թագավոր կար, ասում է Աշուտ իբն Ալ-Աբաս, որը ասում է Շահնշահ էր կոչվում եւ իշխում էր Հայաստանի ու Վրաստանի վրա։ Արաբական աղբյուրի տեղեկությունն է։ Եվ այս տեղեկությունը հուշում է, որ հենց այնպես սա այդ ամեն ինչին չէր տիրելու, այսինքն լեզգիներին բերում է օգնության, ուրեմն իր դաշնակիցներն կամ հպատակները։ Վիրքին տիրում է, Շահնշահ Տիտղոսը կրում է։ Նոր գահին բարձրացած երիտասարդ գահակալը այդ ամենը ունենալ չէր կարող։ Դա պետք է որ շարժանգած լիներ հորից եւ այստեղ փաստերը մեզ օգնում են հիմնավորել, որ Աբասին հաջողվել էր Գագիկի մահից հետո իրեն վերադարձնել Շահնշահ հայոց եւ վրացի Տիտղոսը եւ գերակայությունը տարածաշրջանում, սակայն ցավոք սրտի աղբյուրներում այդ մասին հիշատակված չի։ Աղբյուրները Աբասի նկատմամբ չեմ ասի անարդար, բայց այդ տարիներին աղբյուրների երևի սակավություն էլ կա, ժամանակակից աղբյուր դրասանակերծու մահից հետո բառի բուն իմաստով ժամանակակից չունենք։ Աբասի օրոք ասողիկը դեռ իր գործը չէր գրում, դեռ շատ երիտասարդ էր։ Անանյա Մոկացին Աբասին հիշում է, իդեպ կաթոլիկոսների թղթերը գրելիս Աբասին շատ լավ հիշում է։ Այսինքն ժամանակակից պատմիչ էլ որպես այդպեսին չունենք։ Բայց ասողիկը իր պարտքն է համարել 2-3 էջ Աբասի մասին գրել եւ Աբասի մասին գրելիս դրա մասին տալիս է շատ ընդհանրական, բայց շատ կարեւոր գնահատական։
ասողիկի գրքում Աբասի մասին ասում է հետևյալը. Աբասը ասում է խաղաղության եւ շինության պատճառ եղավ հայոց աշխարհում եւ հաղթող շուրջանակի, այսինքն հաղթող ողջ շրջապատում։ Եթե այս տեսակետից Աբասին դիտարկում ենք, ապա այս նկարագրությունը հուշում է, որ մենք գործ ունենք մի թագավորի հետ, որի օրոք Հայաստանը շենացել է։ Հայաստանում տիրել է խաղաղություն։ Վերջապես, իսկ մենք խոսեցինք, որ Հայաստանում խաղաղություն այո հաստատվել է թե քաղաքական եւ թե հոգեվոր առումներով, եւ բացի այդ էս անձը հաղթել է բոլորին շրջապատում։ Իսկ մենք տեսանք ճակատամարտեր եղել են, նա այդ ճակատամարտերից դուրս է եկել հաղթական։ Այնպես որ ասողիկի ասածը իրական է, ճիշտ, եւ մենք էլ կարող ենք դա կրկնել, ասելով, որ այո Աբասի օրոք Հայաստանը վայելեց խաղաղություն, Հայաստանը շենացավ, իսկ Աբասը հաղթեց բոլորին շրջապատում։ Եվ Հայաստանի բարիքները, ինչպես Անյամոկացիները ասում, Աբասի շնորհիվ էին։ Սա էլ Աբասի մյուս գնահատականն է։ Չգիտեմ, ճիշտ ճիշտ որ բանը նաև ավանդաբար շարունակել է նաև մի քիչ տարածքից դու ստրատեգիական դիշկերի վերահսկողություն, կոնկրետ Ալանաց դռան դուռը էլի մեր ձեռն է, մենք վերահսկողության տակ է եղել։ Տեսեք ինչպես է, մենք ունենք Ալանաց դռան վերահսկողության մասին տեղեկություն, վերջինը որ հստակ է ասում է, որ Ալանաց դռանը մենք պահակ ենք դրել։ Լսողներին ասեմ, որ Ալանաց դուռը դա շատ հազվագյուտ տեղերից է, որտեղ Կովկասը կարելի է ճեղքել եւ հյուսիսից գալ հարավ։ Ընդամենը 3 տեղ կա, Աբխազիայի կողմն է, այն ինչ որ հայ Դարյալի կիրճն է, որ ասենք, եւ այն ինչ որ Դարբանդը։ Մենք այդ դեպի արևմուտք արդեն Դերբենդիկի, այսինքն Կովկասյան լեռները շատ մեծ են, անմատչելի են եւ դրա համար հյուսից հարավ գալու համար այդ 3 տեղն են եւ սովորաբար նաեւ մեծ կայսրությունները, արաբները, բյուզանդացիները, միշտ գալիս եւ այդ բանը Ալանաց դուռը, այսինքն ինչ որ փակում էին այդ բանը հայտնի է ճորապահակի, չէ, բանը կա, զորագնդերը կան, որ փակում են այդ տարածքները եւ այլն, եւ այս անգամ, չգիտեմ, նաեւ որոշ ժամանակ, եթե հայկական թագավորները ուժեղ են, իրենք էին իրաց վրա վերցնում այդ մորֆի ճիշտ է։ Շատ ճիշտ է։ Այստեղ ինչպես է վիճակը, Սմբատ առաջինի ժամանակ ունենք հստակ տեղեկություն այդ մասին եւ մի հատ էլ Աշոտ մեծի ժամանակ ունենք, որ մերոնք Կովկասյան լեռների հետ հայտնի անցքը, լեռնանցքը փակել են։ Ըստ որում փակելու իմաստը ինչպես առևտրական էր, որտեղ մաքսեր հարկել էին հավաքում, այնպես էլ ռազմաքաղաքական էր, քանի որ ալանների ներխուժման դեմը առնում էին։ Դրանից հետո հստակ ասել, որ լեռնանցքը հայերը փակել են, փաստեր չունենք, բայց բոլոր այն տեղեկությունները, որտեղ կա խոսք Վիրքին հայոց թագավորի տիրելու մասին, դա հուշում է, որ նաև Ալանաց դուռը եղել է մեր ձեռքին, որովհետև եթե դու Վիրքի վրա ունես գերակայություն, ունես գերակայություն նաև Ալանաց դռան վրա։ Ճիշտ է, այս օրինակ տեսեք, Աշոտ ողորմածի մասով ասում է տիրում էր Հայաստանի եւ Վրաստանի։ Ուրեմն սա էլ կարող է հիմք լինել ասելու, որ այդ պահին կար նաեւ որոշակի իշխանություն նաեւ Ալանաց դռան վրա, բայց որ եթե խոսում ենք հստակ տեղեկատվության մասին, ապա Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկությունն է Սմբատ առաջինի ժամանակ Ալանաց դռան վրա պահակ ունենալու մասին։ Մի բան էլ կուզենամ, որ հստակեցնենք նաեւ մեր լսողների համար։ Էլի ճիշտ եմ պատկերացնում, որ մենք խոսում ենք հայոց, վրաց եւ աղվանից կողմերի մասին, պետք է հիշենք, որ բոլորը Բագրատունյա դինաստիայի ձեռքում էին, հա, ճիշտ եմ ասում, թե դինաստիական տարբերություն կա։ Սա մի առանձին եւ շատ մեծ թեմա է։ Նիկողայոս Ադոնցը ժամանակին ուսումնասիրելով Բագրատունիների տարածումը տարածաշրջանում եկել էր այն կարծիքին, որ Հայաստանում, Վիրքում եւ Աղվանքում ամենուր Բագրատունիները եղել են իշխանության։ Ներկայումս Հայաստանի ու Վիրքի պահը դե ինքնըստինքյան կասկածից դուրս է, Բագրատունիները այստեղ եւ Վիրքում եղել են գերակա։ Աղվանքի պահը, եթե նկատի ունենք բուն Աղվանից աշխարհը, ապա այստեղ հիմա տարաձայնություններ կան, անձամբ իմ համոզումն է, որ բուն Աղվանից աշխարհում իշխել են բնիկ հայկական հայոց արևելից կողմերի առանշահիկ տոհմի ներկայացուցիչները եւ ոչ թե Բագրատունիները, բայց կան հեղինակներ, որոնք շարունակում են հավատալ, որ Բագրատունիներն են, որ իշխել են այնտեղ։ Սա բարդ պատմագիտական թեմա է, որովհետև կան աղբյուրներ, որոնք պատմում են վրացական աղբյուրներ Բագրատունիների տարածման մասին, եթե կուզեք մի անգամ կարելի է նույնիսկ այդ մասին առանձին հաղորդում անել, ու հետաքրքիրը նաև ոչ միայն մեզ, այլ նաև վրացիների, մեր մշտական բանավեճերի թեմաներից են։ Դե ասեմ ձեզ Բագրատունիների առումով Բագրատունիների
տիրապետած տարածքը եւ ներուժը այնքան մեծ էր, որ նրանք այո այդ հնարավորությունը ունեին տարածվելու ամենուր եւ պատահական չի, որ եթե նայում ենք այսօրվա Անդրկովկասի սահմաններին, ապա Անդրկովկասի ողջ արևելյան ներողություն խնդրում արևմտյան հատվածը ըստ էության Բագրատունիների ձեռքին էր։ Սա հսկայական ներուժ է։ Ճիշտ է, հիմա մենք եւ վրացիները որոշակի գիտական առումով ունենք տարաձայնություն Բագրատունիների ծագման վերաբերյալ, ընդհանրական ծագման թե առանձնաբար ծագելու առումով, բայց բոլոր դեպքերում Բագրատունիները առնվազն իրենց միջնադարյան փոխհարաբերություններում շատ հաճախ ցուցադրում էին իրար հարազատ լինելու իրողությունը եւ աղբյուրներում դա ուղղակի աներկբա երևում է։ Եվ ամուսնական կապերը բան, չէ՞։ Դա Բագրատունյաց տոհմերի մեջ մենք դա ունենք օրինակ Աշոտ Մեծի տարբերակով, երբ որ Կղարշկի Բագրատունիների հետ խնամիական կապերը կար հաստատված, այո, դա կար։ Չգիտեմ, էլ ինչ որ բան ունենք Աբասից, թե ամբողջը կարող մի փոքր կուզենայի ամփոփել, որտեղ ես կուզենայի, որ մի հատ ընդհանրական իր կերպարի մասին նաև խոսենք, միջև, չգիտեմ, իր մահի մասին, մահը Աբասի մասին ընդհանուր հիմա կպատմեմ, ինքը մահացել է ծեր հասակում, հավանաբար 70-անց վիճակում, որտեվ իր եղբայրը Աշոտ Երկաթը փաստորեն մահացել էր իրենից 24 տարի առաջ, նրանց տարիքային տարբերություններ մեծ չէր, Աբասը արդեն ծեր էր։ Հիմա եթե Աբասի մասին խոսում ենք, ես շատ դեպքերում զրուցելիս մեր պատմաբանների հետ նրանց զարմանքն եմ լսում, որ ինչպես է հնարավոր եղել այդքան փոքր տեղեկություններով մի ամբողջ մենագրություն գրել Աբասի գաղափարության մասին, բայց ասեմ, որ տեղեկությունները առանձնապես քիչ չեն, տեղեկությունները պարզապես ցրված են։ Եվ կան նաև ոչ ուղղակի տեղեկություններ, որոնք օգնում են Աբասի գաղափարության շրջանը վերականգնել, բայց Աբասին ճանաչելու համար առնվազն պետք է հասկանալ, որ նա գաղափարության շրջանը ուներ երկու ընդգծված պատմափուլ առաջին, երբ որ նա պետք է կայանար որպես Հայաստանի տիրակալ, նա նոր էր եկել, դիրքերը բավական թույլ էին, նրան ի հակադիր կային երկու այլ հայոց թագավորներ, վիճակը բավական բարդ էր եւ նա պատվով դուրս եկավ դրանից եւ պատմափուլ երկրորդ, երբ որ Աբասը վերականգնեց հայոց տերությունը ձերժավան կամ power-ը անգլերենով ասած, այսինքն սա տարածաշրջանային տերության վերականգնում էր Աբասի կողմից եւ սա պետք է արձանագրել, այսինքն եթե 929-ին իշխանության գալով Աբասը զուտ խնդիր ուներ իր իշխանությունը սահմանելու եւ մյուս երկու գաղակալների նկատմամբ առնվազն հավասար դիրքեր ապահովելու, ապա գաղակալության երկրորդ պատմափուլում նա նպատակ էր դել վերականգնելու հայոց տերությունը, ինչը եւ նրան հաջողվեց։ Այս առումով մենք գործ ունենք 24 տարի իշխած 929-953 թվականներին իշխած մի գահակալի հետ, որը 24 տարիների ընթացքում կարողացել է գրեթե զրոյական վիճակից ձևավորել տարածաշրջանային տերություն։ Եթե կուզեք իմ կարծիքը, ապա Բագրատունյաց 4-րդ գահակալը պետք է իր ամենաարժանի տեղը ունենա Բագրատունի հզորների շարքում, իմ կարծիքով նրա գործունեությունը շատ նման է եւ համեմատելի Աշոտ Մեծի գործունեության հետ։ Հա։ Իրոք որ շատ կարևոր է դարձնագրել, որտեվ Աշոտ Մեծի, ասեք թե Աշոտ Մեծի, հա, պարագայում մենք որպես դինաստիայի հիմնադիր իրեն այսպես փառաբանում ենք, բայց Աբասը մնում է անտեսված, որը կարծում եմ որ կարևոր է։ Իսկ ուզում եմ հասկանամ գահանցավ իր որդուն, չէ՞։ Աշոտը իր որդին էր, եւ այստեղ առանձնապես վեճի բանի խնդիր չունենք մենք։ Բոլորովին խնդիր չեղավ, իրենց հետո եկավ որդին, ըստ որում մենք աննամոկացու թղթերից գիտենք, որ իր օրոք իշխանի պաշտոնը վարում էր Աշոտը, որին շատ գովում է Անանյա Մոկացին, շատ սիրում էր երիտասարդին, հոր կողքին էր, այսինքն ի սկզբանե սահմանված էր, որ սա պետք է լինի թագավոր։ Պաշտոն սա պատրաստում էր գործեր ընդունել։ Այո, մյուս եղբայրը Մուշեղը մեծ հավակնություններ չուներ, նա հետագայում դեռ պետք է դառնա Կարսի թագավոր, բայց այս փուլում առանձնապես հավակնություններ չունի եւ Աշոտ ողորմածի թագավոր դառնալը կարծես կանխորոշված է։ Նույնիսկ մեր պատմական երկերում կա մի հետաքրքիր մոտեցում, ասում է մահացավ թագավորը, դա որպես կանոն ասվում է Աշոտ ողորմածի մահանալու մասին, եւ Սմբատ երկրորդ տեզերակալ ասում է մահացավ եւ ի նույն ավուր, այսինքն նույն օրը թագավոր դարձավ այն մյուսը, որդին, եղբայրը եւ այլն, եւ հասկանում ես, որ երբեմն թագադրության թագը ժառանգելը այնքան միանշանակ է,
որ նույնիսկ նույն ավուր են ասում, այսինքն նույն օրը։ Հավանաբար նաև թագավորի մահն էլ կանխազգում են, եթե ծեր է, եւ նույն օրը հաջորդին թագադրում եւ այստեղ Աբասը մահացել է իր մահով, օրինակ Աշոտ Երկաթի դեպքում ունենք կասկածներ, որտեղ ակնհայտորեն երիտասարդ է մահացել, կամ սպանվել է, կամ հանկարծամահ եղել, իսկ Աբասը ակնհայտորեն ծեր հասակում հասնելով իր բոլոր նպատակներին, Աբասի օրոք միակ, այսպես ասենք, բաց թողումը, որ եղավ, նա էլ Աբասից կախված չէր, բյուզանդացիները արաբներից գրավեցին Կարինը։ Այսինքն Կարինը իր ձեռքին չի եղել, արաբական ամիրայություններ բյուզանդացիները գրավեցին, Աբասի օրոք բյուզանդացիների այդ առաջխաղացումը գիտենք, բայց մնացած դեպքերում Աբասը իր բոլոր նախաձեռնություններում հաջողել է եւ միասնականացնել հայ ժողովուրդին, հա, այդպեսի գահական։ Եվ ռազմիկ էր, եւ դիվանագետ էր, եւ շինարար էր, եւ դրա համար եթե մի թագավորին ասում են ուժեղ, մեկին հզոր, մյուսին խաղաղարար, ապա ասողիկը ամեն ինչ միավորել եւ վերագրել է Աբասին։ Խաղաղության եւ շենության պատճառ եղավ հայոց աշխարհում եւ հաղթող եղավ շուրջանակի։ Հա, այսպես էր Աբասի գնահատականը նրա մասին գրող հիմնական սկզբնաղբյուրը։ Եվ ես կուզեմ նաև հիշեցնեմ մեր լսողներին, մեր լսարանին, որ պարոն Եղիազարյանը ունի այդ բոլոր թագավորներին նվիրված առանձին մենագրություններ, չգիտեմ գրախանութներում կան թե չէ։ Համալսարանի գրախանութում մի ժամանակ կար, հիմա երևի, եթե չի սպառվել, այնպես որ եթե լինեք համալսարանում գրախանութ այցելեք եւ գնեք այդ գրքերը, իստում է ձեր գրադարանում շատ արժեքավոր տեղ կզբաղեցնեն։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սպասումով նաև հաջորդ մեր շարքի շարունակությունը Աշոտ 3-րդ ողորմածի մասին, որը փորձենք նաև այդ Բագրատունյան մեծ ցիկլի մեջ հաջորդական հաղորդում անենք։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Ես եմ շնորհակալ։